քրիստոնեական ուսմունքի մասին խոսելիս նշեմ, որ երբ որ Հիսուսի մոտ գնացել են երկու մոգերը, դրանք իրականում մոգեր չեն եղել։ Հին ժամանակներում այս գաղտնի գիտությունները տրվել է մոգերին, որոնք եւ ալքիմիայից, թե ալքիմիան դա միջնադարյան կարծեմ հիմքեր կան, բայց դրանից առաջել են իրենք զբաղվել, այդ գաղտնի գիտելիքներ տրվել են հենց քրմական այդ դասերին, որոնք ավելի մոտ են եղել եւ նրանք ունեցել են այդ հաշվարկային մեթոդներին տիրապետելու այդ բոլոր գաղտնիքները եւ դա Սատուրն եւ Յուպիտեր մոլորակի միացումն է եղել ձկների կենդանակերպում Սատուրնը ոսť հայերեն ղեկավար ոսť առաջնորդ Յուպիտերը բարեկցության մոլորակը ու ձկները քրիստոնեական ուսմունքը եւ երբ որ Սատուրնը Յուպիտերը միացել են ձկների կենդանակերպում այդ լույսը եղել է եւ իրեն գնացել եւ գտել են։ Քեզ հետաքրքիր համընկնում, հա։ Չգիտեմ, ձեզ մոտ ասել եմ, համընկնում չի, ես այդ դիրքերը հաշվել եմ, դա Նախ մասնագիտական մեկ թվից մի քանի տարի այս կողմ այն կողմ էր աստղաբանական հաշվարկներով ինքը ցույց էր տալիս Սատուրն Յուպիտեր մոլորակը եթե ուղղակի քո գործիքակազմը որը աշխատում ես ես աշխատում եմ արհեստավար այդ ծրագրերով պրոֆեսիոնալ ծրագրերով դրանք ցույց են տալիս մարտ ամիսներ եւ օգոստոսի վերջ սեպտեմբեր ամիսներին երբ որ Սատուրնը Յուպիտերը միասին են եղել մեկ թվականի մոտակայքում էր կենդանակերպը շարունակելու եք ասել թե վերջում կասեմ մի կարևոր բան էլ ասեմ չնայած հակադրվում է հիմա այն գաղափարին ինչի մասին խոսում ենք բայց աստղաբանության հիմքը Հայաստանն է սիրելի հայրենակիցներ 5000 տարվա պատմություն ունի շումերներից է հասել մեզ Եվ երբ որ ես ուսանում եմ Մոսկվայում, այնտեղի նյութերում այդ ամենը հանդիպեցի, ափսոս չեմ կարողացել պահել, դե 15 տարի առաջ էր, բայց հենց այնտեղ էլ գրված էր, որ այն ժողովուրդը, այն ազգը, որը զբաղվել է աստղաբանությամբ, նախնական հաշվարկներ է կատարել լուսնային օրացույց, դա հայկական լեռնաշխարհում ապրող, բնակվող այդ ազգն է եղել։ Մենք ենք Եվ մեր տարածաշրջանին տիպիկ կենդանակերպ են, եթե աստղաբանությունը լիներ հիմքը բաբելոնական, այնտեղ արևելյան, չէ, մեր տարածաշրջանին տիպիկ կենդանակերպ էր խոյ, ցուլ, խեցգետին, առյուծ ասում են այդ ժամանակահատվածներում, հենց առյուծ էլ է եղել, կարիճ, այծեղջուրի վերևի մասը, Այծն է, տակը ձկներ եւ ձկներ։ Այնտեղ աղեղնավորը նա